Գիտեք, որ շաբաթը սկսեց Նիկոլ Փաշինյանը կառավարական տանը 10 տիրադավների հետ հանդիպել էր, իրենք ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, եկեղեցու վրա հարձակման այսպես քարտեզ են գծել, երեք Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ իրենց առաջին խորհրդի նիստն է տեղի ունեցել, Սուրբ Ծննդյան պատարագի օրը Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին, Անուշաբան Շամքոչյանի իրականացված ծիսակարգին էին մասնակցում, նույն ժամանակահատվածում վեհապար հայրապետի օգնությամբ ու գլխավորությամբ Մարկ տաճարում հայրապետական պատարագ էր, որտեղ իրական հավատավոր ժողովուրդը այնտեղ էր, խնդրեմ ես ամեն հետ ձեր տեսակետը, ինչ սպասել առաջիկա օրերին, ինչ կանի Նիկոլ Փաշինյանը և այս, որ իրենք այդ քարտեզ են գծել խորհրդի նիստ են որոշել, ոնց է ընթացքը լինելու, համեցեք։ Նախ և առաջ մենք պիտի հասկանանք ինչի համար մի մարդ, որը գիրք է գրել և այդ գրքում բացարձակապես հայտարարել է սատանիստական մտքեր և հակահավատքային և հակաեկեղեցական մտքեր, այսինքն ապացուցելով և ցույց տալով փաստ, որպես փաստ ներկայացնող իր ձեռքով գրած մի աշխատություն, որտեղ ինքը հավատքը և եկեղեցին խիստ մեկը մյուսին հակասող երևույթ էր, մեկ էլ դառավ հավատացյալ, շնց միանգամից հոպ, ինքը դառավ հավատացյալ։ Բազմիցս եմ ասել, որ այս մարդու արարքների մեջ ոչինչ չի լինում պատահական և ոչինչ չի լինում ինքնաբուխ, այսինքն սա հստակ դրսից հատուկ ծառայությունների կողմից այս տարածքում որոշակի խնդիրներ և շահագրգռվածություններ ունեցող ուժերի ուղղորդումն է, որը ինքը չի կարող չկատարի և ինքը կատարում է և կատարում է միգուցե և իր ցանկություններին հակառակը, բայց կատարում է։ Եվ շատ դեպքերում, գիտեք չէ, սենց դեպքերում, որ դու մի բան իրականում չես ուզում կատարես, բայց ստիպված ես կատարում ես ավելի դաժան, ավելի խարդախ, ավելի ստոր, ավելի սրիկա և ավելի վատ ուրեմն ճանապարհներով։ Ինչի հանգարց սա դառավ եկեղեցական, ինչի դրուկ ինքը դարձավ հավատացյալ, հավատքով մարդ, սկսեց մեջբերումներ անել ուրեմն Աստվածաշնչից և հարձակվել եկեղեցու վրա, որովհետև ըստ երևույթին կա մի հանգույց իր կողմից իրականացված քաղաքական տեսանկյունով, որը ներկայացնելու դեպքում կամ հանրությանը տեղեկացնելու դեպքում ինքը կունենա լուրջ խնդիր առնվազն գոնե եկեղեցու կողմից, այսինքն այսօր միակ դիմադրության օջախը միայն պայքարի օղակը, միայն պետության համար մտածող և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության մասին մտահոգ կառույցը մնացել է եկեղեցին և բնականաբար այս դիմադրության օջախը ոչնչացնելու, կոտորելու և ջարդելու անհրաժեշտություն կա։ Սա խոսում են ընտրություններից, ես կարծում եմ, որ հարցը մինչև ընտրություն չի հասնի, ամենայն հավանականությամբ ինքը կմտցնի ռազմական դրություն, մինչև ընտրություններին կգնա, ինձ տենց տպավորություն կա իմ մոտ, բայց բոլոր դեպքերում նույնիսկ այս ընտրություններին, խոսքը ինքը գնում է ընտրությունների, իրականանում են ընտրություններ և այլն, եկեղեցու կանգուն լինելը, ուժեղ լինելը և մինչև այս պահը ամեն հատվածում ջախջախիչ պարտություն կրելը եկեղեցուց, իր համար դառնում է բավական խիստ վտանգավոր չափանիշ և հետևաբար այս մարդը, այս գերագույն թշնամին պարտություն ընդունող, հետնահանջող, զղջացող, այդ տեսակը չի, ինքը հակառակը, նման դեպքերում էլ ավելի վրեժ խնդիր է դառնում ու պատրաստ է էլ ավելի ստոր քայլերի գնալ, որպեսզի իր նպատակին հասնել, մինչև հիմա տենց էլ արել է։ Եվ ոնց կլինի, ասենք, թե այսօր պետությունը կարող հանգիստ իր համար, ասենք, թե քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը, բնակչությունը, սփյուռքը մեր, հանգիստ Սուրբ Ծնունդ անցկացնել և այդ Սուրբ Ծնունդին իր մեռելներին, իր կյանքից հեռացվածներին, Աստծուն
մեծարելու արարողություններին եւ այլն, ոնց կարելի է թողնել, որ ժողովուրդը մի քիչ իրան հանգիստ զգա, լավ զգա, պետք է լարել, լարվածություն առաջացնել, ուրեմն տառաբնույթ սադրանքներով բախումներ ստեղծել, որպեսզի սա էլ փչացնի, հնարավորին չափ մարդկանց տրամադրությունը գցի։ Նոր տարվա արարողությունը դրան չգնաց չարեց, որովհետև ինչ որ ինքն էր զբաղված ինչ որ խնդիրներով, բայց ինքը շատ արագ այդ վերադարձավ ինչ որ էսին որ դեղեր եւ սկսեց կազմակերպել կոնկրետ այդ հարցակումները, որից ճիշտ ասած ես շատ վախեցած էի, բայց փառք Աստծո, որ վախերը չիրականացան։ Կազմակերպեց այդ դավաճան տիրադավ նու եպիսկոպոս ասել է սխալ է, որովհետև իրանք եպիսկոպոս չեն, իրանք հայրենիքի դավաճաններ են, շարքային հայրենիքի դավաճաններ են, որոնց պահ եկավ պետքա դատվեն պետական դավաճանության հոդվածով, պարտադիր, որովհետև հենց այս պահին իրանք փաստացի ունենում են անմիջական մասնակցություն կոնկրետ իշխանական ուրեմն գործառույթների մեջ, քաղաքական գործառույթների մեջ, որոնք իրանցից ներկայացնում են պատժամիջոցներ, դահիճական պատժամիջոցներ։ Հետևաբար ստեղ խոսել դրա մասին, որ իրանք ինչ որ սենց ինչ որ մեծաբառո եկեղեցի նորոգման ինչ որ հարցերով են զբաղվում, միանշանակ ոչ, եւ պարզած տեղ պետք է հասկանալ, որ Նիկոլին ոչ էլ կաթողիկոսն է հետաքրքիր, իր պայքարը կաթողիկոսի դեմ չի, իր պայքարը եկեղեցին ոչնչացնելու մեջ է, որովհետեւ 3 հիմնական սյուները, որոնցից մեկը եկեղեցին էր, երկուսը ինքը ոչնչացրել է, բառի բուն իմաստով ոչնչացրել է։ Դրա մասին մենք խոսել ենք արդեն այդ թվում նաեւ ես ձեր եթերում, հա, երբ որ մենք գիտենք, չէ, որ շատ հայտնի մի հատ բանը Մեծ Բրիտանիայի մի հատուկ ծառայությունների գործակալ հայտարարել էր, որ Հայաստանի ծնկի է եւ հայերին ոչնչացնելու ծնկի բերելու մենակ 3 եղություն կա, դա կտրել իրանց լեզվից, եկեղեցուց եւ ավանդական ընտանիքից։ Փաստացեն երկուսը լեզվի առումով եւ ավանդական ընտանիքի առումով ինքը ոչ թե բառի բուն իմաստով հասել է հաջողության, բայց ինքը ամեն ձևի դա պղծել է եւ դարձել է ստորադաս եւ դարձել է 4-ական, 10-ական այսօր հայերեն լեզուն մարդկանց մի զգալի զանգված համարում է, որ սովորել ամոթ է։ Պետք է սովորել անգլերեն, ֆրանսերեն, sense բաներ էլի, հայերեն իմանալ դի ամոթ է։ Այսինքն ես sense մարդկանց գիտեմ, ճանաչում եմ, լսել եմ, վիճել եմ անգամ իրանց հետ։ Իսկեն նման բան երբեք չի եղել այս երկրում, հա։ Իսկ ավանդական ընտանիքների հետ կապված, երբ որ համատարած քարոզվում է եւ ճանապարհ է տրվում այլասերություններին, համասեռամոլներին, ուրեմն գոմիկներին, լեսբիանկաներին ու իմնացած այլ տեսակի աղբին, բնականաբար է, չէ, որ սա ուղղված է ավանդական ընտանիքը քանդելու դեմ։ Եվ փաստացի այսօր ավանդական ընտանիքի ջատագողները եւ նրանց պաշտպանները փաստացի լռում են։ Սուսուփուս նայում են, հա, իրանց մեջ էդի դժվար է ընկալվում, քննադատում են, փողոցներում սեն շուշուկով խոսում են, որ շատ բարձր չխոսեն, չլսեն, բայց իրական պայքար այդ ամեն ինչի դեմ ոնց որ ժամանակին եղավ, հա, երբ որ տիկնիկային թատրոնի են Գոմբիկը Ռուբեն Բաբայան այն զիբիլը, այն կեղտը, աղբը, հա, երբ որ այն ժամանակ քոչարականներ, հետո Սերժինամանակ Սերժականներ, բայց տիկնիկային թատրոնի դարիճը տրամադրեց, որպեսզի գոմիկները այնտեղ համագումար անցկացնեն, անմիջապես ուրեմն իրանց երթից ու բանից փառատոնից հետո, որը հենց արդեն փառատոնի ու այդ երթի ժամանակ ազգայինականների կողմից փաստացի ջախջախվեց եւ կասեցվեց, հետո դրանից հետո ինքը դրա երկրորդ փորձը արեց։ Ինքը 2 անգամ փորձել էր մեր մանուկների տիկնիկային թատրոնի դարիճը տրամադրել գոմիկներին համագումար անցկացնելու համար։ Եվ այդ մարդը այսօր խոսում է բարոյականության մասին Պետրոսի հետ, իր այդ հանդիպման ժամանակ, ինչ որ նրան եթերներ են տալիս այդ թլոշ անասունը, հա? Այսօր բանա
իրավունք են վերապահել, որ ինքը բացահայտ խոսա դրա մասին եւ քարոզի ուրեմն այդ տեսակը։ Սա խոսում է նրա մասին, որ այդ երկու ասպարեզում փաստացի լավագույն, վատագույն, չգիտեմ ոնց ներկայացնեմ, հա, լուր լրակյաց ուրեմն համաձայնության եւ հանձնվածությանը հասել առողջ ուրեմն քաղաքացիների զանգվածում եկեղեցում չի կարացել ու հələ դեռ չի կարողանում եւ սա իրան կատաղացնում է ոնց ասեք ինքը հանձնարարություն ունի եկեղեցին ջարդել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ ընդհանրապես հային ուրեմն հեռացնել եկեղեցուց եւ այսօրվա օրով ես այդ շարքերում անձամբ փողոցներում կանգնած եւ հետները վիճած ուրեմն Եհովայի վկաներ եմ տեսել որոնք մտել են հայկական եկեղեցի ու այնտեղ խոսում են ինչ որ կաթողիկոսի եւ նորոգման մասին եկեղեցու այսինքն կոնկրետ կանայք են առնվազն երկուսին դեմքով ճանաչել եմ բայց Փաշինյանը ինքն է Սուրբանա եկեղեցու բակում ասում բանը եկեղեցու ներնախավը աղանդավորական այսպես ասենք հա գործունեություն է ծավալում եւ եթե կարելի է որպեսզի ձեր չընդհատեն այս տեսանյութը շատ կարճ մի փոքր բարձր կլինի Գիտեք ինչ մենք չենք պիտի ընդունենք մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը որովհետեւ հիմա ըստ էության ստացվում է որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ եւ այսօրվա քայլարշավը նրա մասին է որ մենք վերադարձել ենք մենք եկել ենք եւ այսպես եւ ներողություն եմ խնդրում Հիսուս Քրիստոսի մենակ թողնելու համար խնդրեմ ինչ ունեք ասելու այս մասով իրես ելույթի ու այդ հայտարարության հետ կապված ճիշտ ասած գիտեք ոնց այն աշճանի վրթոմունք առաջացնում ես այս մարդուն ընդհանրապես լսել չեմ կարողանում հենց որ լսում եմ ամբողջ ներվային համակարգը սխառնվում է իրար այս լաչար ու ղզիկ ձենը ընդհանրապես չեմ կարողում լսեմ բայց այս ինչ որ ինքը ասում է սա բացարձակապես 50-ականների եւ հոգեգալստականների խոսույթ է կոնկրետ ձեզ ասում եմ 50-ականների մեջի հոգեգալստականների խոսույթ է որոնք ամբողջությամբ Աստվածաշունչը ուրեմն չեն ընդունում եւ Աստվածաշունչի մեջի որոշ հոդվածներն էլ ուրեմն յուրով ձևի մեկնաբանում են եւ ներկայացնում են այլ ուրեմն ձևաչափերով եւ համարում են որ այսինչ որ ինքը ասես չեմ էլ ուզում ես բառերը կրկնեմ որովհետեւ ես կարծում եմ որ դրանով Աստծո առաջ մեղք կգործեմ այս խոսույթով են արտահայտվում խոսել նրա մասին որ այս մարդը եկել է այդ ցիլոյով հա կնիկներ կողքը ասենք թե վեհապարի գլխարկի տեսքով ու վեհապարի ուրեմն այդ նույն գլխարկի վրի խաչով եկել են այդտեղ կանգնել են ուրեմն խոսում են որ Աստծուն մենակ են թողել Աստծո առաջ դու ով ես որ Աստծուն մենակ թողես այ դեբիլ այդ քեզ ում տեղը դրիր այդ ինչ աշճանի քեզի բարձրացիր որ մեծացիր որ որոշիր որ դու լը կարող ես Աստվածին մենակ թողես դու դուրակ չես սարա դու вообще պատկերացնում ես ինչ բան է Աստված որ հələ մի հատ էլ դու մենակ այդ ինքը կարա քեզ մենակ թողի կամ չթողի կամ թքի վրեդ կամ քեզի պատժի դու ով ես Աստծուն մենակ չես թողել քեզ ինչի տեղ դրիր արա կամ քեզի հենց հիմա դու այդ որ խորհուրդը հավաքել ես եւ խորհրդի նիստ ես անցկացրել դու փաստորեն արդեն դու քեզի կաթողիկոս տեղ ես դրել արա դու ես կաթողիկոս ես երկրում մեր հայկական եկեղեցիում Այդ ինչ ճանապարհային քարտ է, այդ ինչ շնորհքում, այդ ինչ որ բաների մասին եք խոսում։ Արա ձեզ որտեղ որ եթում եք, ձեզի հայհոյում են։ Այն շարքը, որ զգեստափոխված ուժայիններ, մուսերներ, այն մուսերները, որոնք Թալինում եկեղեցու մուտքը փակում են, իրական օրենքով հաստատված քահանայի մուտքը եկեղեցի արկելելով պատարակ անցկացնելու համար այն Թավրոսա եսիմինչ Զիբիլա են Թալինի համայնքապետը որը
իրականում իրականացել է պետական հանցագործություն, հասկանում եք, որ ինքը իրականացել է մուսերների հետ միասին ապօրինի շենք շինությունների գրավելու ոչ թե փորձ, այլ հանցագործությունը միջև վերջ իր ավարտին հասցրած մի երևույթ։ Եվ այս մարդու հետ կապված ես հələ չեմ լսել, որ որևէ մի փաստաբան հայտարարություն տարածի եւ դատախազությանը պարտադրի, որ այս գործը քննության արվի։ Սա հանցագործություն է արել։ Սա շենք շինությունների կառավարության շենքը ու եկեղեցու շենքը գրավելը ուժով։ Դա հավասարազոր բան չի։ Ինձ համար եկեղեցու շենքը ուժով գրավելը շատ ավելի մեծ վտանգ է ու շատ ավելի մեծ հանցագործություն է, քան կառավարության շենք գրավելը։ Այս մարդը արդեն իրան ոնց բերել է, հավասարացրել է, մի ժամանակ էլ ասում է, չէ, Աստված ինքն է, կառավարությունը ինքն է, պետությունը ինքն է, իր ասած բառերն է, չէ։ Իր ասած բառերն է, չէ։ Ու այն ժամանակ, երբ որ այդ նույն այդ կճոյաններ ու այլ տեսակի ուրեմն թրկամոլ կեղտերը, տիրադավ, կոչեցյալները, այս աննասունները, կոչեցյալները չէ, իրականում, հա։ Երբ որ գալիս են ու հետևից մի հատ ամբոխ այդում աղանդավորների, կեղտերից, գեստափոխված ուրեմն ուժային կառույցների աշխատակիցների, հիվանդանոցներից, ես չգիտեմ որտեղից ուրեմն այդ բանը Ավանեսյանը ինչ զիբիլը, ուրեմն դրա կարգանդրանքով զորով բերած բժիշկներին, բաներին, ուրեմն համայնքապետերից, բաներից զորով բերված մարդկանցից, սրանք գալիս են սրանց հետևից հիմնականում լուր են, բայց այն զանգվածը սրանց ինչ ասես ասում է, չէ, խոսում է, չէ, ամեն ինչ դրա մասին։ Սրանց իբր աջակցող մասսան լռում է, իրանց ուղեկցող, իսկ սրանց դիմավորող ու սրանց դեմ հելող ժողովուրդը այն ամենավերջի բառերն է ասում ու ամոթանքներն է տալի։ Ու ինչ որ երբ որ ես լսում եմ կամ ինչ որ sense հայտարարություններ են, որ կոչ են անում, որ զգաստացեք, վերադարձեք եկեղեցի, սրանք արդեն այնքան են հեռացել այդ եկեղեցիից, որ վերադարձի ճանապարհը ոչ էլ հիշում են, ոչ էլ գիտեն տեղը։ Հնարավոր չի։ Սրանց կոնկրետ արդեն պատժել է պետք է եկեղեցին ստեղ շատ վճռական անելու քայլեր ունի։ Կոնկրետ շատ վճռական քայլեր անի, մենակ խորհրդից հանելը շատ քիչ է։ Սրանց կարգալույց է պետք անել։ Սրանց պետք է ամեն կերպ օրենքի ձևաչափով, եկեղեցական օրենքի ձևաչափով հեռացնել եկեղեցուց։ Եվ ինչքան շուտ այդքան լավ, ինչքան սա ձգձգվում է, այդքան դուք սրանց հնարավորություն եք տալիս արքի եպիսկոպոս ներկայանալով ինչ-որ գործողություններ կատարելու։ Իրավունք չունեն։ Այդ ստորագրությունները տալուց դուք ուշադրություն դարձիք, ոչ մեկի վրա խաչ չկար։ Եպիսկոպոսը տիրունական աղոթքն անելու ժամանակ իրավունք չունի ձեռքը խաչ չունենա եւ խաչակնքման արարողությունը չիրականացնի խաչով։ Պրոստը իրավունք չունի։ Իրանք տիրունական աղոթք են անում, այսինքն սա էլ պատահական չի։ Այսի դեբիլություն չի։ Սա հատուկ ժողովրդի մեջ, ենթագիտակցության մեջ մտցնելու տարբերակ է, ոնց կարելի է եկեղեցին եւ ինչի է պետք եկեղեցին քանդել, ինչ խաչ։ Ինչ օրինական ձևով տերունական աղոթք, ինչ եկեղեցի։ Այս մարդը միջև հիմա ավիրում է ամեն ինչ իր հետևից, միակ չավիրված հատվածը մնացած եկեղեցին հիմա սա է ամեն ինչ անելու ավիրելու համար։ Եթե սրան չկանգնացնենք, եթե սրա դեմը չառնենք, եթե հավատացյալ ժողովուրդը ի վերջո չհասկանա, որ իր վերջի պաշտպանության տեղը ցեղասպանությունից փրկվելու եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին է, որում մենք գնանք ցեղասպանության։ Եվ այս ամեն ինչը դրա համար լարվում է։ Դուք լսում եք, չէ՞, ֆոնի վրա ինչեր է հայտարարում Ալիևը, որ Զանգեզուրի միջանցքը դա արդեն իրականություն է, որ Զանգեզուրի միջանցքը արդեն կա, մենք մեր մասի շինարարությունը
Համենայն 90%-ով ավարտել ենք, կարայինք ավելի արագացնենք, բայց չենք արագացնում, որովհետև Հայաստանում հələ դեռ շինարարությունները նոր են սկսում, շինարարական աշխատանքները։ Երբ որ այս մարդը կոնկրետ, այդ մի հատ համաժողովի ժամանակ, այդ մուսուլմանական երկրների ժողովի ժամանակ հայտարարում է, որ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի օրինական տարածքներում եւ այդ տարածքի տերերը շուտով գալու են։ Այս խաղաղության մասին է խոսքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, այս ամեն ինչից կարելի է չէ եզրակացնել, որ դու արդեն Հայաստանի կապիտուլյացիան ստորագրել ես եւ այս ստորագրությունը ժողովրդին, որպեսզի կարողանաս ներկայացնես, մարսես ու քեզի պատար չանեն, անհրաժեշտ է եկեղեցին ոչնչացնել։ Կարելի է չէ սենց եզրակացություն անել։ Իմ մոտ այդ տպավորությունն է ստեղծվում, որ դու եկեղեցին ոչնչացնում ես, որովհետև եկեղեցին է մնացել, որի պատճառով դու չես կարողանում խոստովանել ժողովրդին, որ Հայաստանը արդեն կապիտուլյացիայի ես ենթարկել եւ ստորագրել ես։ Ալիևս ամենայն դեպս Ալիևը չէր կարա տենց բան, ասել ինքը շատ բան կարա ասել, գոլ ասեր, չգիտեմ, մասից ինչ որ իր ուզած ձևով ասեր, բնակարար, բայց չասեր, որ սպասեք, հեսա շուտով ձեր տերերը կգան։ Իրական տերերը այդ տարածքների գգան։ Հայերը պատական են հայտնվել այդ տարածքում, որոնք ադրբեջանական պատմական տարածքներ են, բայց ոչինչ, շուտով այդ տարածքի տերերը գգան։ Իրա կոնկրետ ասած բառերն է։ Ընդամենը վերջերս 5 տարի առաջ չէ, 20 տարի վերջերս, արա, ընդամենը մի քանի օր առաջ։ Ինչի է ինքը հետի ասում։ Ինչի է համար ինքը հետի ասում, կարաս բացատրես, տղա ջան։ Քո արձագանքը տուրա, քո արտաքին գործերի նախարարության արձագանքը դրա հետ կապված ուրա։ Հա Արարաբադ Բիրզոևն այնտեղ հա թեթևն են sense ամաչելով ասում, դե գիտեք բան այնտեղ իրանք չեն կարող այնտեղ Թրամփի հետ կապված sense ինչ որ բաներ։ Բայց ոչ մի կոնկրետ բան։ Այս ամեն ինչը գնում է զուտ մենակ մի բանի համար։ Եկեղեցին ոչնչացնում են, որովհետև գիտեն, որ այս բնակչության դիմադրելու ինքնության եւ ազգային արժեքների պայքարելու օջախը միայն մի օջախ է մնացել։ Դա եկեղեցին է։ Եկեղեցին էլ ոչնչացել քանդեն, վсё, էլ ոչինչ չկա։ Մենք մեր պատմության մեջ իմիջիալոց շատ ենք ունեցել նման դեպքեր։ Երբ որ հայ առաքելական եկեղեցուն ամենաշատ վնաս տվողները հենց հայերն են եղել։ Այս տեսակի հայերը դավաճան, շուն, արդ երկրին ծախված, թուրք-ադրբեջանական ուրեմն ձերք սեղմած եւ իրանց հետ համատեղ իրանց կարգադրություններն ու երազանքները Հայաստանի Հանրապետությունում իրագործող գրզոներ, ոչ պակաս տականք, հա, Ադրբեջանի բենզինը ուրեմն գնաց օգտագործած Նիկոլ Փաշինյան, իր կնիկը, իր տան տղամարդը, ասեմ իմանաք, իր տան տղամարդ իր կնիկն է, ինքը չի։ Իմը դուս տպավորություն առաջացել։ Ամենայն դեպս իրավունք ունեմ, չէ՞, տպավորության մասին կիսվելու։ Վերջը։ Սա է այս ամբողջությամբ, բայց ես մի հատ առանձին ձևով ուզում եմ Ալիևի հայտարարություններից խոսեցիք, բայց Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում ասում է, հիշում եք, որ ասում է ապագա կա, ապագան է կարա, ապագան սա է, որ մենք դες խոստանում էինք։ Դե ապագան իրոք իրանց խոստացած, մենք ասում ենք, չէ՞, ինչ ապագայի, գոնե մենք, օրինակ հայոց ազգային գվարդիայի մասին եմ ասում։ Մենք ասել ենք, չէ՞, այդ ինչ ապագայի մասին է խոսքը։ Մենք հենց դեռ 2019 թվականի փետրվարի 26-ին օպերայի հրապարակում ենք ասել, սրա հələ ապագա չհայտարարածը մեզ ինչա սպասում այսօր, եւ էդի եկավ ամբողջությամբ մեր պատկերացած ու մեր ձևաչափով,
որը մենք հասկանում ենք, որ սրանք պետք է անեն։ Ասում ենք, գոռում ենք, մեզ ասում են սուտ օրակարգ։ Կար այնտեղ մի հատ Արծրուն Պեպանյան, որը այնց հայտարարեց, որ դա սուտ օրակարգ է։ Այնտեղ Արտակ Գալստյան կար, որ դոշները խփելու են, ասեն, որ դեք տեսակ մենք էսի ասեցինք, հա։ Կային մարդիկ, որոնք չհավատացին մեզ։ Հիմա հավատում են, փառք Աստծո, բայց այն ժամանակ չհավատացին։ Այն ժամանակից ենք մենք ասում, որ ապագան լինելու է հայրենիքի կորուստը, Արցախի կորուստը, ցեղասպանությունը, այս մարդը այդ ապագայի մասին է խոսում։ Որովհետև այս մարդը ցանկացած լավ բան երբ որ ասում է, ինքը ասում է ձեռառնելու համար, որպեսզի դուք հասկանաք դրա հակառակ կողմը։ Ինքը դա չի ասում բառի բուն իմաստով, ինքը դա ասում է փոխադրական իմաստով։ Երբ որ ինքը ասում էր ապագա կա, ինքը ասում էր ձեր ապագան վերջացել է։ Որովհետև պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, կառավարության մեջ մեկը իրավունք ունի իմ կամքին հակառակետելա, չէ՞ իր խոսքը ասել։ Մեկը իրավունք ունի իմ խոսքին հակառակ բան ասի, կամ իմ ասածը չկատարի։ Իր ասած բառերն է, չէ՞։ Բայց մարդը որ դառել է այսօր ֆյուրեր, փաստացի Հիտլերի ամենավատ տեսակը։ Ինչ ապագայի մասին կարա խոսա։ Լսել եք, չէ՞, այդ անեկդոտը, որ ասում է կոնցլագերում, այդ գերմանական ժամանակաշրջանի այդ պատերազմի անեկդոտներից է։ Ասում է в пятом бараке объявляется дискотека, придет пулеметчик с 5 дисками։ Էս է այս մարդը։ Դիսկ նկատի ունեն պուլեմյոտի դիսկ, էլ են կալոր դիսկերը։ Այսինքն դիսկացիկան էտա, գալու են ու ոնչ չացնելու են։ Էդի ապագան է, հասկանում եք, ինքը այդ ապագայի մասին էր խոսում։ Ու հիմա այդ ապագան իրացնում է։ Ինչի մասին է խոսքը։ Սրա մասին էլ ինչ որ սրա խոսքերին անդրադառնալ ասում, այ դու ասեցիր ապագա, բայց ինչ է, ինքը ինչ ասում է, դա էլ անում է։ Բայց դեզով ասեց, որ իր ասած բառերի, ասենք թե ընկալումը իր ձևաչափում, իր այս հիվանդ ուղիղում, որտեղ ինքը որքան գիտեմ բուժվել է հոգեբուժարանում եւ փաստաթուղթ կա դրա մասին։ Նույնն է ինչ որ դուք կընկալեք։ Հա, ապակա գա, ձեզ կդնեն պատի տակ ու ձեր կսկսեք բան կանեն, գնդակարեն։ Դա ձեր ապագան է։ Ձեզով ասեց, որ ինքը ուրիշ ապագա է ձեզ խոստանում։ Ինքը բառացի ասել է ինչ որ ուրիշ ապագա։ Այն սկզբից որ գալիս էր, լիք ինչ որ լավ խոստումներ էր տալիս, էսի կանենք, էսի կբերենք, սա կանենք, սենց։ Այս անասունները տեսնում եք, մեր արտաքին պարտքուր են հասցրել, 5 անգամ ավելացրել է։ Իրա օրոք մեր արտաքին պարտքը շատ ավելի շատ է դառել, քան մինչև որ ինքը եկավ իշխանությանը։ Փաստացի դեֆոլտի մեջ է ընդհանուր պետական մեր տնտեսական համակարգը։ Խաբար եք դրա մասին, թե չէ։ Մեզ հնարավոր է, ոչ թե հնարավոր է, այլևս որևէ վարկեր չտան, եթե այդ վարկերը ուղղված չլինեն Հայաստանի ոչնչացմանը, Թուրանի կառուցմանը, Ռուսաստանից պոկելու եւ այլ տեսակի վատ բաներ անելու համար։ Այդ դրա համար փող կտան, ընդ որում առանց տոկոսի ու առանց որպես պարտք։ Այդպես կարող է տան։ Բայց մեր տնտեսական հնարավորությունները, մեր ընդհանուր հնայի առաջացած ուրեմն տարեկան բյուջեն, այդ տոկոսները, որոնք վերցրել է վարկի, փակելու հնարավորություն չունի։ Այդ վարկերը սպասարկելու հնարավորություն չունի։ Մենք հիմի բոլորս ամբողջ ազգը պարտքերի մեջ թաղված ժողովուրդ ենք։ Եթե վրացիները այսօր նոր սթափվել են, հասկացել են, պատական չէ, որ իրանց նախագահան հիմա փաստացի որոշում է կայացրել, ուրեմն Թուրքիայի եւ Ադրբեջանի սեփականության մեջ գտնված գույքի ուրեմն ազգայնացման հարցում։ Դա պատական չէ, որովհետև դուք զարթնեցին, հասկացան, որ իրանք ամեն ինչ իրանց մոտ թուրքական, ադրբեջանական, իրանք դա հյուր են, այդ հողի վրա հյուր են, որովհետև
Ադրբեջանը ու Թուրքիան մեծահոգաբար իրաց թույլ են տվել, որ հլավորը տե ապրեն։ Ապրեն եւ իրանց ծառայեն։ Եվ այդ ծառայության դիմաց իրանք տեղից լուրջ եկամուտներ ունենան, հա? Ռաբ են, էլի նեգր են, իրանց հողում վրացի նեգրա, որ աշխատում է Թուրքի ու ադրբեջանցու վրա։ Նույնն են մեր մտա։ Մենք արդեն հասել ենք այդ եզրագծին։ Հա, ապագա կա, իր ասած ապագան։ Եվ ինքը այդ ապագան իրագործում է, ոնչ չացնում է, ավիրում է, ջախջախում է ամեն ինչ։ Թոշակառուն չի կարա իր փողերը ծախսի, դրա համար մենք իրան թոշակ չենք տա։ Դու ես այդ փողերը լավ ծախսում։ Մեկ էլ կնիկդ։ Մեկ էլ այդ հիմնադրամներից ավել բանը, պակաս գումարները, կորած գումարներն են, որ ասենք թե դուք էդի գիտեք որտեղ ոնց ծախսեք, հա, թոշակառուն իր մի քանի կոպեկը չգիտի ոնց պիտի ծախսի, դրա համար չեք տալիս թոշակառուն փող։ Սրա ամեն մի ասած հանցագործությունը հասկանում եք, սրբապղծությունը, ամեն մի ասած արտահայտությունը եւ սրան լսող կա ու ծափարող կա, ես սրա վրա եմ շշմում ամենաշատը։ Ինձ սրա ասածները արդեն հետաքրքիր, որտեղ գիտեմ, որ էսի ցանկացած բան կարա մի հատ ստորություն ասի։ Բայց այդ ստորությունն էլ էսող սենց ժպիտով ընկալողները եկեղեցու հետ կապված հայտարարություն եմ տարածել, դուք մենակ կոմենտները տակում կարդաք։ Կվատանա կարա։ Հարց ունեմ տալու, ինչ իրավունք ունի իրավապահ մարմնի ներկայացուցիչները ներկայանան թալին եւ արգելեն թույլ չտան իրական այդ եկեղեցիում պատարակ մատուցելու իրավունք ունեցող բոլոր չափանիշներով օրինական, եկեղեցական, իրավաբանական քահանային արգելել մուտք գործել եկեղեցի եւ մուտք գործել այդ քահանայի պատարակ ստանալու ցանկություն ունեցող հավատացյալներին։ Մուսարներ, դուք ինչ իրավունք ունեք էդի անելու։ Ով այդ իրավունքը ձեզ տվել։ Ձեր վերնախավը ու դուք հասկանում եք, որ իրականացրել եք բազմաթիվ տեսակի Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի խախտումներ։ Դուք հանցագործություն եք կատարել։ Տավրոսա անուն չգիտեմ ճիշտ եմ հանչացեմ թե չէ։ Հա։ Դու ով ես սարա, որ դու որոշել ես, որ դու պետք է լինես խաչքավորը։ Մենակ Նիկոլը լեսա էլ հասկանում եք, ինի որոշել է, որ ինքը կաթողիկոսն է եւ ինքը այն մարդն է, որ Աստծուն մենակ է թողել։ Մի հատ էլ ես մեկ եկել ասել է, ես պետք է լինեմ խաչքավորը, խի։ Որ արժանիքներիդ համար արա։ Երկրին ինչ ծառայություն ես մատուցել, երկիրը քեզ ինչով է պարտական, որ դու մի հատ էլ խաչքավոր ես դառնում։ Պատերազմում ինչ որ բան ես արել, որքան գիտեմ կոռուպցիան սխեմաներով էլ ինչ որ անցել ես, հա, որոշակի ինչ որ դատական գործողությունների մեջով կասկածներ են ունեցել քո հետ կապված։ Ինչ որ մի հատ բարիք ես ստեղծել, այս պետության մեջ ինչ որ նորարարություններ ես արել, դու այս երկրին ինչ որ մի նորմալ բանով այդ թալինում ինչ որ մի հատ նորմալ համայնքապետություն ես արել, դե ամեն ինչ սա դու ինչ ծառայություն ես մատուցել երկրին կամ եկեղեցուն, որ որոշել ես որ խաչքավորը դու պետք է լինես, ով այդ իրավունքը քեզ տվել է, այդ որոշումը քոնը չի կարա լինի։ Այդ մաքսիմում կարա նույն քո տիրադավ եպիսկոպոսը որոշեր, խոսքի օրինակ, էլի անօրինական է, էլի ապօրինական է, բայց դաշը ինքը չի որոշել, արա, դու ես որոշել։ Դու ով ես, արա։ Այ դեբիլ։ Էտա ապագան, այս ապագայի մասին են խոսում։ Ինքը չէր խոսում ապագա հավատացյալ, ազգային արժեքներին հավանող, ավանդական ընտանիքը ընդունող, հարգող, սիրող, իր պետությունն ու պետականությունը հարգող, իր մշակույթը, իր լեզուն սիրող, հարգող բնակչության համար չէր ասում ապագա կա։ Ինքը ապագա կա ասում էր աղանդավորների, գոմիկների, այլասերվածների, հանցագործների, ուրեմն
մորթապաշտների, Թուրքիայում առևտուր անող եւ այդ առևտրից հաճույք մեծ բավականություն ստացողների եւ մնացած իրենց համար էր ապագան։ Հա, իրենց համար ապագա կա, այդ է, տենում եք։ Տարին սկսվեց, պարոն Չաբանի, ես ուզում նաև հարցին անդրադառնալ, կեղծ դեմոկրատիա, կեղծ ժողովրդավար արժեքներ, Միացյալ Նահանգները գողանում է նախագահին, Վենեսուելայի նախագահի մասին է խոսքը, իհարկե ուժնեզնում միավունք, իհարկե չկա, ինչպես Ալիևն է ասում, այլևս ուժի ժամանակաշրջանն է, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը և սրան զուգահեռ նաև տեսնում ենք մեր բնական հարևան դաշնակից Իրանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, Այս ամեն ինչը իրար հետ փոխ կապված է, որովհետև Միացյալ Նահանգների համար 3 թիրախ կա հիմնական, որը ինքը պետքա ջախջախի եւ դրանով կոտրի, ասենք թե ռուսական ճյուղի հիմնական ուժը։ Սա ուրեմն միանշանակ Վենեսուելան էր, հաջորդը Կուբան է եւ դրա հետ միասին նաեւ բնականաբար Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունում շատ հեշտ էր ամեն ինչը հրահարելու եւ կազմակերպելու, որովհետեւ ռուսական բազաներ այնտեղ չկան, ռուսական զենք չկա, որը կոորդինացվում է եւ ղեկավարվում է Ռուսաստանի կողմից եւ այնտեղ կա Իսրայել հասկացողությունը եւ դրա հետ միասին ուրեմն քրդական գործոն, որը բավական sense կիսապրատ կողմնորոշում ունեցող մի հատ գործոն է, ընդհանրապես իրան պետք էր մի բան խոստանալ եւ այդ խոստման դիմաց սրանք դուրս եկողեն, հա, փողոց։ Եվ հրահարվեց բնականաբար Իրանի Իսլամական Հանրապետությունի ակարգությունները, որովհետեւ մինչեւ հիմա շատ թեժ ձևով ընթանում է, բայց սրա ֆոնի վրա հայտարարություններն են շարունակում շատ մտահոգիչ լինել, որովհետեւ Թրամփը հայտարարում է, որ եթե այս ընդվզումները պետությունը շարունակի ճնշել, այսինքն պետությունը պետք է հանձնվի։ Իրանք հրահարել են, եւ եթե պետությունը կշարունակի ճնշումներ գործադրել, ապա նույն բախտին, ինչ Վենեսուելան արժանացել, կարժանանա նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները իր ողջ ռազմական ուժով կհարձակվեն Իրանի վրա։ Եվ Կուբայի մասին հələ դեռ շատ զուսպ է խոսում եւ չի արտահայտվում, որտեղ այնտեղ շատ լուրջ, մեծ, ուժեղ սովետական ժամանակներից հələ դեռ ռուսական ռազմաբազա կա, որտեղ կան միջուկային զենքեր, ուրեմն որոնք շատ կարճ ժամանակամիջոցում իրավ կարան խոցել Միացյալ Նահանգների ցանկացած հեռավորության վրա գտնվող տարածքներ, ինչի համար Միացյալ Նահանգները որոշակի չափով վախեցած են եւ այլն, եւ բացի դրանից Կուբայի ուրեմն վերահսկողության տակ գտնված ուրեմն ջրային հատվածներում, ծովային հատվածներում, ուրեմն գտնվում են նաեւ ատոմային սուզանավերը Ռուսաստանի, որը իր մեջ պարունակում է բավական լուրջ, ուրեմն միջուկային զինապաշար, որը ընդունական ամբողջությամբ ոչնչացնեն Միացյալ Նահանգները։ Սակայն բնականաբար Միացյալ Նահանգները շարունակելով բարեխոսել, բարելավել, ուրեմն Ռուսաստանի հետ ինչ որ տենց բաների մեջ հայտարարություն է տվել, որ ուրեմն եթե Վենեսուելայի նոր կառավարությունը ուրեմն Իրան իրավունք վերապահի համագործակցել Կուբայի, Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ուրեմն Միացյալ Նահանգները ուրեմն նաեւ կսկսեն ցամաքային ռազմական գործողություններ Վենեսուելայի դեմ։ Այսինքն այս մարդը կոնկրետ նպատակը բռնել այս շոս համակարգի դեմ դուրս գալու եւ իր հերար նպատակը հենց այդ երկրների համագործակ BRICS շոս այս ձևաչափով համախմբված պետությունների վախեցնելու եւ նրանց ոնց որ այդ կառույցներից հետ կանչելու դուրս բերելու հետ կապված։ Հետաքրքիր է, որ Հնդկաստանի հետ կապված ոչինչ չասեց Միացյալ Նահանգները,
բայց ես կարծում եմ, որ սա էլ անպայման իր տեղը գտնի, բայց մյուս կողմից մենք նաև տեսնում ենք, որ իբր թե խաղաղության գնացող Ալիևը շատ լավ էլ արձագանքել է այս երևույթին, բացի այդ որ ողջունել է, ասենք թե այս միջազգային իրավունքի խուլիգանական տերորիստական ակցիան Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված եւ իրականացված, ինքը նաև շատ կոնկրետ բոլորին լսեցնելով, այդ թվում նաև այս գերագույն ճշնամուն, ասում է, որ դե ինչ միջազգային իրավունք, ինչ պայմանավորվածություն, ինչ ստորագրություն, ինչ պայմանագիր, հիմա ուժի դառնա, ուժս կհերիքի կանեմ, կուզենամ չանել չեմ անի, եթե այդ ամեն ինչը 10 չտաս ուժով կանեմ, որովհետև ինչ ուժ։ Այսօր, եթե ինքը հենց հիմա հրահարի պատերազմ Հայաստանի դեմ, Միացյալ Նահանգները իրավունք ունեն իրան ասելու ես ինչ ես անում արա, մենք բան ենք ստորագրել, ինքը ասելի, գիտես ինչ կա Թրամփ ջան, ախպեր ես, ցավդ տանեմ, բարեկամ ես։ Հա, ճիշտ ես ասում, բայց դու այդ ինչ արեցիր, որ քեզի կարելի է մեզի, չէ՞։ Եվ այդ գաղափարի սկզբունքի շուրջ ես մարդ հայտարարություն անում, որը եւս մեկ անգամ հաստատում է, որ ոչ մի խաղաղություն Հայաստանում չի լինելու։ Չկա։ Եվ ես մի բան եմ ասում հաստատ, որ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ չի սկսվում այնքան ժամանակ, քանի որ սա չի կասկածում, որ բոլոր այն ամեն ինչը, որ ինքը կարա ստանա կրակոցի մի հատ փամփուշտի օգտագործման միջոցով, ինքը ստանում է առանց դրա օգտագործելու կոնկրետ սրա ձեռքից։ Հրահանգա տալիս սրան կալանավոր, ես մի սրբազանին կալանորի, ես երթը կազմակերպի, ես էլ քեզ այսքան փող, այս բանը ջախջախի, ես էլ քեզ այս բանի համար սենց ելույթ ունեցի կրթական համալիրը, համակարգը ոչնչացրու եւ այլն եւ այլն։ Որ պահին, որ ինքը կտենա, որ այն ինչ որ սրանից հնարավոր էր պոկելա, ստացելա, եւ դա բավարարում է իր երազանքին, ուրեմն ինքը պատերազմ չի սկսի, բայց ոչ թե նրա համար, որ դա կլինի խաղաղություն։ Ոչ, այդ խաղաղության պայմանագիրը ինքը չի ստորագրելու։ Բայց պայելու ասելա, նայեք ստեղ հեսա, այ հեսա կստորագրեմ, այս բանն էլ արեք, այ հեսա կստորագրեմ։ Այսպես թափա արելով ինքը խոսալու է դրա մասին, դրա հետ միասին խոսալու, որ հայերը պատահական են հայտնվել այդ ադրբեջանական տարածքներում, մի մտածեք, շուտով տերերը կգան իրանց տարածքները կվերցնեն։ Լավ էլ բան չունեմ ասելու։ Եթե այս իշխանությունները չհեռացան եւ իշխանության չեկան ազգային ուժեր, ուրեմն մեզ հիմի կասեն, բա չէ, մի անգամից Ադրբեջանը պատերազմ սկսի, շատ հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Բայց միևնույն է այդ պատերազմը լինելու է, միևնույն է ցեղասպանությունը լինելու է։ Ուղղակի առանց պայքարելու է լինելու։ Անասունի նման գլուխներս կախ, ոնց որ 15 թվականի 1 միլիոն հայեր, գլուխները կախ, առանց դիմադրելու, ոչխարի նման գնացին մորթվեցին, թող ներեն ինձ իրանց ուրեմն շիրիմները, հա? Նույն բանը հիմա է կանելու, ինչ տարբերություն, ավելի լավ չի զենքը ձեռին կռվելով էդի անեք։ Ես կարծում եմ, որ դա ավելի լավ է, եթե հարցը հասավ դրան, բայց մինչև որ ազգային իշխանություն չգա մեր երկիրը կառավարելու, ղեկավարելու, ուրեմն այս ձեր ասած ռազմական այս բլբլթացող կացայի մեջ դիմադրելու որևէ հնարավորություն Հայաստանը չի ունենալու։ Մենք ապագա չենք ունենալու։ Այդ Իսրայելի հետ կապված։ Նայեք Իսրայելը Թրամփի ուրեմն պահանջով, ընդդեմ չգիտեմ ինչով, Գազայի հատվածի եւ Բեյրութի հետ կապվածի
խաղաղության պայմանագիր ստորագրեց, չէ։ Նստավ Հեզբոլայի հետ պայմանագրություն ստորագրեց, չէ։ Հիմի նորից հարվածում է, չէ։ Համ Հեզբոլային, համ Լիբանանին Միացյալ Նահանգները մի հատ ծպտուն հանում են, միանշանակ ոչ։ Ոնց որ սրա ստորագրած պայմանագիրը նույն արժան, որտեվ փաստը աչքի առաջ է։ Եթե Իսրայելին կարելի է, որ ինքը պայմանագիրը ստորագրի ու նորից հարվածի։ Ու դրանից ասես ոչ կպսնի։ Բա մենք իմացանք, որ այնտեղ էլի Հեզբոլայի ղեկավարությունն է, որ իրանք այնտեղ էսի ինչ են նստած մտածում, շատ հնարավոր է, ոչ թե հաստատ, շատ հնարավոր է, որ նորից մեր դեմ դավեր են հյուսում, այդ դրա համար մենք հարվածեցինք, որ սենց մեր անվտանգությունը ապահովելու համար։ Այսինքն մենք ունենք աշխարհում հիմնական 3 պատերազմներին հակնող, հակող, պատերազմներին ուրեմն մեծ հավանականություն եւ մեծ աջակցություն տվող 3 պետություն, որոնք կոնկրետ պատերազմներ են հրահարում այսօր ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Ադրբեջան։ Չկա 4-րդը, հասկանում եք։ Գոյություն չունի 4-րդ պետություն, որը պատերազմական գործողությունների դիմի մեկ ուրիշ պետության դեմ, բոլոր իրավական, իրավաբանական եւ միջազգային իրավունքները խախտելով։ Չկա տենց պետություն, 3-րդ, 4-րդը չկա, Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Ադրբեջան։ Սա է մեր իրականությունը։ Եվ պարոն Շոբանյան, երաժշտություն չեք միացնել Ավե Սիմոնյանի ծնունդն էր օրերս։ Միջարած այս ծննդյան մասնակցել է նաև կարծում ժողովուրդ օրաթերթներ գրեր, Քաջարյանի համայնքապետը, Արուշ Արուշանյանը նաև։ Ըստ էության այդ մարդիկ ընդդիմադիր հայացքներով պայքարում են, էս ինչ եղավ։ Ես կուզենայի, որ եթե դա հնարավոր լինի, հատկապես Արուշ Արուշանյանին, դուք հրավիրեք ձեր տաղավարը եւ հարցը իրան տայեք, որտեւ ես այդ մարդուն մի անհավանական հարգանքով եւ հավատքով եմ վերաբերվել, մեծարել եմ, հասկանալով եւ համարելով, որ ազգային արժեքներ դավանող իրական հայ է։ Բայց հետո տեսա ոնց է ինքը վարչապետ դիմավորում, դա թիսական պարտականություններ, sense ինչ-որ բաներ, թեթև նենց բացատրություններով։ Այո, եկել աստեղ էս մի ուրեմն թրկամոլի ծնունդին է մասնակցել, եւ այլն, թող ինքը պատասխան տա, ինչ եղավ իր հետ։ Եվ իրոք ինքը այդ է եղել, թե ուղղակի այդ դիրքը պահելով շանտաժ արել սրանց, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանա։ Տարան փագին, նստացրին, չէ՞ սրան։ Հիշում եք, չէ՞ որ փագին, հետո ազատ արձակին, կալանավորին, բան ինչ-որ գործեր են վրեն հարուցել, պաշտոնից զրքին, չէ՞ ինչ-որ բանից հանին իր այդ բաներից, սրանք հանին։ Եթե ինքը դրանց տոկել է սրանց ծնունդին, ուրեմն անինքնասեր ոչ մի արժանապատվություն չունեցող մեծ հայվանի մեկն է։ Պրոստը հայվանի մեկն է, ուրիշ բան չեմ կարող այս մարդուն ասեմ։ Ես որևէ արդարացում իր այս արած արարքին ինքը չի կարա ունենա, չի կարա ասի, չկա տենց բան։ Պրոստը ֆիզիկապես հնարավոր չի, որ ինքը դա արդարացնի։ Եվ այսօր շատերն են ցավում իր հանդեպ այդ իմ ասած լավ վերաբերմունք ունենալու համար։ Շատ ազգային տղեկ, որոնցից մեկի հարսանիքի ժամանակ այդ մի սեղանի մեջ նստել եմ իր հոր հետ միասին, հոր եւ իր հետ մի սեղանի շուրջ նստել ենք, եւ ես հպարտություն եմ ունեցել, որ մարդու դեմ նստած եմ, այս մարդու հետ խոսում եմ, չնայած հաստատ իրանից ավելի շատ բան եմ արել այս երկրի համար։ 100%, թող ոչ մեկ չկասկածի, բայց այնուամենայնիվ այսօր հիասթափված եմ եւ իրան համարում եմ ոչ պակաս թշնամի, քան Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան եւ այդ մնացած թայֆեն,
պիղծ, անհավատ, աղանդավոր, գոմիկ այդ նույն թշնամու զանգվածի նման իրան թշնամի եմ համարում եւ վերջ, ուրիշ ինչ կարամ ասեմ այս սրա հարցի հետ կապված։ Եվ այս ճոխությունը այս աղքատության ծայրահեղության վիճակում գտնվող թոշակառուների եւ ոչ միայն մեր ռազմագերիների իրողության հանգամանքներում։ Դե այս մարդը ամեն ինչին ուրացավ։ Եթե դրա մասին եք խոսում, ծնունդը որ այսպես ճոխում։ դե բայ որ թրվռալով sense ինչ որ այն աղանդավոր իմիջալոց։ Այդ լրիվ աղանդավոր ձևա ապարելու։ Երբ որ մի ամբողջ զանգված, ոչ թե ինչ որ պարային էլեմենտներ է ցուցադրում, ինչ որ փորձում է գեղեցիկ պարային ինչ որ մի հատ բան ստանալ, հա, երբ որ անասունի նման ուշագնաց, սաղով երաժշտության մի հատ ապուշ անասուն երաժշտության տակ, այսպես թրվռում են, էդի աղանդավորների ու նարկոմանիայի տեսակա մարդուն ուրեմն բովանդակա զրկելու եւ հոգեբանական ուրեմն մտքի հնարավորությունների այդ բան անջատելու համար դա հիպնոզային ներազդման ձև է երբ որ օգտագործում են այդ աղանդավորների հավաքույթների ժամանակ մենք դա էլ տեսանք չէ բայց որում հենց նոր տարուց առաջ անմիջապես նոր տարու ժամանակ Եվ էլի նույն ձևի վերաբալուրի ամբողջ ուրեմն գիշերը տեղ գնացած ծնողների ազանգումներն էր ամբողջ երկինքը ասենց պայծառավորված էր սալյուտներով ամբողջ երկինքը անընդհատ սալյուտներով մարդիկ իրանց երեխաների շիրիմների վրա պարկած ձմեռը ցրտին շիրիմները գրկած արցունքի մեջ տեսնում են ոնց ազգը սալյուտ է խփում նոր տարի է դիմավորում այս աղանդավորներն էլ այսենց ճոխ ծնունդներ են անում ամեն մի ծնունդը մոտավորապես 300-ից մինչև $600,000 արժողությամբ դե մարդը ճիշտ ասել է չէ բա թոշակառուին փող տա թոշակառուն այդ փողին չի վրա ծախսի հենա մենք ծախսելու տեղը գիտենք ձևը գիտենք որակը գիտենք այս մարդը կներեք եթերում այս բառը ասելու համար ուրեմն միզելու համար ժողովրդի վրա միզելու համար այլևս ոչ մի չափանիշ ամոթ խոչընդոտ չի զգում առաջ ինքը չեր անի տենց բան կվախենար մի քիչ վախը չունի ինքը ոնց ուզում է ձեռը առնում ոնց ուզում է ծիծաղում է ոնց ուզում է վարքաբեկում է ինչքան իր կոշիկները ուզում է ժողովրդի վրա սրբում է ու հրճվում է ու ասում է այս սա է ձեր ապագան տեսնում եք արժանացել եք իմ կոշիկի կեղտին այս սրա ասած հետա Դե հարցեր կան ես եմ շնորհակալ